Ողջունում եմ բոլորիդ սիրելի Աստծո ժողովուրդ, բարի եկել սա հրաշալի օր է եւ այսօրը մեր Տերն է մեզ պարգևել, որպեսզի մենք հավաքվենք նրա անվանը պատվենք։ Երևի թե քեզ հարց առաջանում, բա ես ինչ գործ ունեմ այստեղ։ Շատ եմ խնդրում ուշադիր լսեք։ Սա պատահական չի։ Դու չգիտես, որ մեկը քեզ համար աղոթել է։ Դու ինչ որ մի աղոթքի պատասխանն ես։ Բայց քեզ այստեղ բերողը քո արարիչը, քո Տեր Աստվածն է։ Նա է քեզ բերել։ Նա է ներգործել քո սրտին, որ դու համաձայնվել ես։ Նրանից է, նրանով է եւ նրա համար է։ Եվ ողջ փառքը մեր Տեր Հիսուս Քրիստոսին է։ Այսօրվա հավաքույթն էլ։ Մենք ունենք հրաշալի հյուրեր։ Մենք այսօր միասին հավաքվել ենք։ Մեր հյուրերն էլ մեզ հետ միասին երկրպագելու ենք եւ պատվելու ենք մեր Տեր Աստծուն, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ իր սուրբ արյունով փրկագնել է քեզ, որ Աստծո սեփական ժողովուրդը լինենք։ Դրա համար շատ եմ խնդրում բոլորիդ, մեր ներսի հայացքը կենտրոնացած լինի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա։ Դուք ասես ես իրան չեմ տեսնում։ Ես ուզում եմ քեզ ասել, օրհնյալ է Տերը, որ կենթանացրել է քո հավատքը։ Մենք հավատում ենք առանց տեսնելու։ Դրա համար մեր հավատքի միջոցով կարող են կենտրոնանալ, որ երգում ենք, նրա համար ենք երգում, որ քարոզում ենք, նրան ենք քարոզում, փառավորում ենք նրա սուրբ անունը։ Մենք էլ ձեր հետ միասին ուզում եմ կանգնենք ոտքի։ Տիրոջ հրաշալի սաղմոսներից մեկը սա է, որ ասում է. Իմ Աստծուն կօրհնեմ իմ կյանքիս մեջ, որքան ժամանակ որ ողջ եմ, իմ Աստծուն սաղմոս կասեմ։ Մարդի որդիք մի հուսացեք մարդկանց որդիներին, որովհետև նրա հոգին դուրս կգա եւ նույն օրը նրանց խորհուրդները կկորչեն։ Բայց երանի այն մարդուն, որ իր հույսը իր Տեր Աստծո վրա է, որը աղքատին փոշիից է բարձրացնում, տնանքին աղբանոցից եւ նստացնում է իր երկրի իշխանավորների հետ։ Ամուլ կինը տունն է բնակեցնում եւ ուրախ որդիների մայր է դարձնում։ Թող փառավորվի մեր Աստվածը։ Արևելքից արևմուտք օրհնյալ լինի մեր Տեր Աստծո անունը։ Եկեք գոհությամբ գանք նրա առաջ։